Պարոն Առաքելյան, վերջին երկու շաբաթներին Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքը բավականին թեժ էր, կան կալանավորված երկու արքեպիսկոպոսներ, մեկի գործունեությունը սառեցված, մյուսինը ոչ, եւ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանն է կալանավորվել եւ շատ ծանր մեղադրանքներ են նրանց առաջադրվել։ Ես խնդրեմ ձեր դիտարկումները։ Դե այս օրերին այնքան է քննարկվել հարցը, կապված եկեղեցու հոգևորականներին, հա, այսպես ասած, այն ինչ որ բացահայտել է անվտանգության ծառայությունների կողմից, երեք էլ նաև քննչական կոմիտեի նախագահ ավելի մանրամասն պարզաբանումներ տվեց եւ հասկանալի է, այսինքն կան դեռևս նույնիսկ չհրապարակված նյութեր, որոնք կարծում եմ էլ ավելի կամրապնդեն ուրեմն գործը եւ փաստացի մենք գործ ունենք պետության դեմ ուղղված շատ ծանր հնարավոր հանցագործության հետ, որը կանխվել է, իհարկե չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, ելնում ենք այն ելակետից, որը առաջարկել է, հա, որը կա, հա, ըստ իրավապահների բացահայտումների, իսկ այդ բացահայտումները փաստացի միանշանակ են եւ փաստացի հետաքրքիր է, որ մենք այստեղ նաև գործ ունենք գրեթե այն նույն ուժերի հետ, որոնք ժամանակին կառավարում էին Հայաստանը եւ որոնց ժամանակ տեղի ունեցավ նաև հոկտեմբերի 27-ը։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում պետք է Հայաստանի Հանրապետությունում այլևս թույլ չտրվի հերթական հոկտեմբերի 27։ Այսօր մենք մեր պետությունը, մեր պետականությունը դեռևս չի թոթափել հոկտեմբերի 27-ի այդ ազդեցությունը եւ հավելյալ ռեսուրս կարծում եմ մենք Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն չունի դիմակայելու եւս մեկ հոկտեմբերի 27։ Դատելով այն հրապարակված ձայնագրություններից, որոնք խոսում է Բագրատ Գալստանյանը, ձեզ համար օրինակ սպասելի էր, որ Բագրատ Գալստանյանը կարող է ներգրավված լինել այդ տեսակ մեծամասշտաբ հանցանքի մեջ։ Այն որ ատելության խոսք, չարություն եւ այլն մենք դա ամենօրյա ռեժիմով տեսնում եք իրենց մոտ, բայց այս կարգի դուք սպասում եք։ Տեսեք, միշտ մտածել ենք, որ մենք գործ ունենք հոգևորականների հետ եւ այնուամենայնիվ մտածել ենք, որ որոշակի սահմաններ իրենք ունեն, սակայն փաստը մնում է փաստ, որ այսինքն այդ բացահայտումները ցույց տվեցին, որ իրենց համար որևէ կարմիր գծեր գոյություն չունեն եւ կարծում եմ նախաքննության ավարտից հետո արդեն ամբողջ պատկերը պարզ կլինի եւ մենք կունենանք այս գործի ամբողջ պատկերը, որից հետո կանենք նաև շատ ավելի խորքային վերլուծություններ։ Երեք քննչական կոմիտեի ղեկավարը հարցազրույց է տվել եւ մի շարք ուշագրավ բաներ է բացահայտել, մասնավորապես որ ձեռք բերված ապացույցներով այնտեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական շրջանում, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո երբ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան, ինչի պլանավորվեց սենց խոսակցություն կոչով հանդես գալ եւ այլն, սա Աջափահյանի մասն էր։ Այսինքն ստացվում է, որ հենց ի սկզբանե դեռ տարիներ առաջ է սա պլանավորվել։ Ինչպես քննչական կոմիտեի նախագահը նշեց, ես իմ նախորդ հարցազրույցներում էլ նշել եմ, որ ակնհայտ է, որ այս գործընթացը շատ վաղուց է սկսվել եւ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունները շատ վաղուց են այս մարդկանց այսպես ասենք հետապնդում եւ բնականաբար այս բացահայտումները մի օրվա չի եղել եւ քննչական կոմիտեի նաեւ նախագահի հարցազրույցից տրամադրած մանրամասնություններից պարզ է դառնում նաեւ, որ սա բավականին երկար ժամանակ քննարկված, մտածված դերերի բաշխմամբ գործողություն էր, որը պետք է իրականացվեր եւ փառք Աստծո, որ կանխվել է։ Այնտեղ Արթուր Պողոսյանի հարցազրույցում նաև մի պահ խոսվում է հեծերի, քարտեզների հետ կապված, որ անջատումներ պետք է անեն եւ այլն եւ ասած, որ նրանց ձեռքում հայտնվել են կոնկրետ քարտեզներ։ Ինչ եք կարծում, սա ուղիղ կապ է տանում է դեպի Սամվել Կարապետյան։ Տեսեք, քննչական կոմիտեի նախագահը նաև նշեց, որ այս հանցագործությունը նախապատրաստել էին պատրաստվում էին իրականացնել տարբեր ժամանակահատվածներում եւ այդ տարբեր ժամանակահատվածներում ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է եւ վերջին անգամ որոշում է կայացվել սպասել նաեւ արտաքին հարմար առիթի, հարմար պահի, իսկ այդ հարմար պահը ըստ էության Հայաստանի Հանրապետության
սահմաններին հնարավոր տեղի ունենալիք ուրեմն ագրեսիաներ եւ պատահական չի, որ վերջին ամիսների ընթացքում ես կարծում եմ, որ պատահական չի, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը այսպես պարբերաբար փորձում էր սահմանում իրավիճակը լարված պահել եւ ես կարծում եմ, որ այդ ամենը ավելի շատ Ադրբեջանի կողմից կապ ուներ Իրանի շուրջ տեղ ունեցող զարգացումներին եւ կարծում եմ, որ իրենք սպասում էին, որ Իրանում տեղ ունեցող իրադարձությունները ավելի երկարատև կլինեն, ավելի մասշտաբային կլինեն, ավելին իրենք ակնկալում էին, որ Իրանում ուրեմն գործող ռեժիմը կփլուզվի եւ այդ անիշխանության եւ անորոշության պայմաններում նրանք հնարավորություն կստանան ուրեմն ագրեսիա իրականացնելու Հայաստանի սահմանների նկատմամբ, օկուպացնելու Հայաստանի հարավը, իսկ դրանից պետք է օգտվել նաեւ հայաստանյան այդ ներքին այսպես կոչված ուժերը, իսկ իրականում դրսի պրոքսի ուժերը եւ փաստացի հենց կարծում եմ դա են նկատի ունեցել եւ համոզմունք ունեմ, որ դա են նկատի ունեցել իրենք, երբ որ քննչական կոմիտեի նախագահը ասեց արտաքին բարենպաստ իրավիճակ իրենց համար։ Հոգեվորականների թեմային անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին քաղաքական գործն է, սակայն եկեղեցու վերահարձակումները մտահոգիչ են։ Ճիշտ ասած, պարոն Լավրովը պետքա այլ բանի համար մտահոգվի։ Եթե իսկապես Լավրովը ու Ռուսաստանի իշխանությունները մտահոգված են հայ առաքելական եկեղեցով, ապա ես խորհուրդ կտամ օրինակ իրենց կարծիքը հայտնեն ցարական Ռուսաստանի ժամանակահատվածներում հայ եկեղեցու դեմ իրականացված ռեպրեսիաների հետ կապված եւ իրենց քաղաքական դիրքորոշումները հայտնեն, իրենք իրանց դիրքորոշումները եւ մտահոգությունները հայտնեն օրինակ ստալինյան բռնաճնշումների տարիներին հայ եկեղեցու եւ նրա հոգեվոր սպասավորների դեմ իրականացած բռնաճնշումները եւ սպանությունները, որpիսի մենք հավատանք Լավրովի անկեղծությանը, Լավրովը եւ նրա քաղաքական շրջապատը պետքա գնահատական տան նախ այդ իրադարձություններին, հետո նոր անդրադառնան Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, չնայած դրա իրավունքը չունեն, բայց մեծ առումով այստեղ տեսեք եկեղեցու եւ իշխանությունների պայքարը չի, մեծ առումով սա քաղաքական պայքար է, եկեղեցին այլևս իրան եկեղեցի ասելով նկատի ունենք Գարեգին երկրորդը եւ իր շրջապատը այլևս իրենց դուրս են դրել հոգեվորականության ու եկեղեցու այդ բարձր կոչումներից եւ ուղիղ ներգրավել են քաղաքականության մեջ, ուղիղ պահանջում են իշխանությունների հրաժարականը, նրանք այլևս իշխանությունների համար ոչ թե հայ առաքելական եկեղեցու հոգեվոր առաջնորդները, նրանք Հայաստանի իշխանության համար այլևս իրենց քաղաքական մրցակիցներն են եւ հետեւաբար այդ քաղաքական մրցակիցների հետ վարվում են այնպես, ինչպես որ վարվում են։ Եվ նաեւ ինչպես նկատեցինք այս օրերին եղան առիթից օգտվողներ, փորձեցին այս լարված իրավիճակը օգտագործել, որպեսզի սեպարեն հայ-ֆրանսիական հարաբերությունների մեջ, ինչին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շատ լավ հեռախոսային զրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Փաշինյանին հայտնեցի Ֆրանսիայի սոլիդարությունը, Հայաստանի ժողովրդավարությունը դեստաբիլիզացնելու փորձերի ֆոնին։ Վերահաստատեցի մեր աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու եւ Թուրքիայի հարաբերությունները նորմալացնելու նրա խիզախ ջանքերին։ Ես երեք էլ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ Ֆրանսիայի նման մեծ տերությունները շատ ավելի մեծ ինֆորմացիաների են տիրապետում Հայաստանի հետ կապված, մեր տարածաշրջանի հետ կապված, քանի որ իրենք ունեն շատ ավելի հզոր եւ կարող անվտանգության եւ հետախուզական կառույցներ եւ ես համոզմունք ունեմ, որ Ֆրանսիայի նախագահին իր հետախուզական ծառայությունները հաղորդել են ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչ է նախապատրաստվում Հայաստանում եւ բնականաբար հենվելով այդ օբյեկտիվ իրականության, օբյեկտիվ ինֆորմացիայի վրա Ֆրանսիայի նախագահը լավ պատկերացնում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները եւ ողջունելի է, որ իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին, քանի որ այո, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը կարևոր են ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր գործընկեր եւ բարեկամ պետությունների համար՝ ի տարբերություն որոշ պետությունների։ Ինչ եք կարծում, այն ինչ որ տեղի է ունենում մեր երկրում
Արդյոք կապ ունի, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ են լինելու եւ այս ընթացքը փորձում են օգտագործել ի նպաստ իրենց։ Իհարկե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների գործոնը կա, բայց ես կարծում եմ, որ այստեղ կա նաև արտաքին եւ համոզված եմ, որ կա արտաքին քաղաքական գործոն, պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությամբ եւ արտաքին ու անվտանգային քաղաքականությունների դիվերսիֆիկացիայով, Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հնարավոր կարգավորումներով եւ ահա Ռուսաստանը եւ իր պրոքսի ուժերը Հայաստանում փորձում են կասեցնել այդ գործընթացները, քանի որ եթե կարգավորվում են հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ապա Ռուսաստանի գործոնը այս տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, ուրեմն կտրուկ նվազում է եւ բնականաբար Ռուսաստանը փորձելու է որպեսզի մնա տարածաշրջանում, իսկ նրա տարածաշրջանի մնալու միակ հնարավորությունը դա այս տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակների պահպանումն է, իսկ եթե դա էլ չկա, փորձի հնարավորինս կոնֆլիկտներ առաջացնի, գեներացնի այս տարածաշրջանում, որը նրան հնարավորություն կտա մնալու այստեղ եւ ուրեմն ներգրավելու այս երկրների ներքին քաղաքականություններում։ Սա է նաև այս կոմպոնենտը կա, բացի նաև 26 թվականի ընտրությունների հանգամանքը։ Այ եկեղեցականների ներգրավմամբ, ռուսաստանցի օլիգարխի ներգրավմամբ շատերը կարծում են, որ այս փորձը, հեղաշրջում անելու, փորձում էին նմանացնել Իվանիշվիլի երկու օպերացիայի, այսպես էին անվանում։ Ինչ է կարծում, մոտ ապագայում էլի այս տեսակ բաներ կտեսնենք, թե արդեն սրանով այս ձախողված փորձը իրենց դաս կլինի։ Ես կարծում եմ իրենք մշտապես կփորձեն այս բանը ուրեմն իրավիճակը պահել, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ իրենք հաջողությունների չեն հասնի, քանի որ իրենց ըստ էության գրեթե բոլոր խաղաքարտերը բացված են, իրենց մտադրությունները իրենք նույնիսկ իրենց ծախել են, տեսեք 2 օր առաջ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ հարցազրույց էր տալիս ուրեմն Գարեգին Բ-ի եղբայր Եզրասը եւ ինչ ասեց լրագրողը այդ ուրեմն ռեպորտաժում, որ գլխավոր թերևս ամենագլխավոր բանը, որ ասեց, որ հայ առաքելական եկեղեցին դեմ է Հայաստանի վարվող արտաքին եվրոպամետ քաղաքականությանը, քանի որ գտնում է, որ եվրոպական ուղղությունը Հայաստանին վնաս է բերելու եւ միայն ռուսական ուղղությունն է, որ Հայաստանի համար այսպես դրական է եւ բերելու է օգուտներ։ Միայն այս հատվածով արդեն նույն ռուսական պետական հեռուստաընկերությունը եւ դրա պատվերը իրականացնողները փաստացի կոպիտ ասած փուրը տվեցին եւ Գարեգինին եւ Գարեգինի եղբորը եւ այն ամբողջ պլանը, որ նրանք ունեին, փաստացի նշելով, որ գլխավոր խնդիրը ոչ թե Արցախն էր, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե, չգիտեմ, սոցիալական եւ այլ խնդիրներ են, այլ գլխավոր խնդիրը Հայաստանի վարվող արտաքին քաղաքականությունն է եկեղեցու համար եւ իրենք ուզում են, որպեսզի Հայաստանը վերջնականապես տանեն, մտցնեն ռուսական այդ լծի տակ, Հայաստանը վերջնականապես սարքեն ուրեմն գուբերնիա, որպեսզի եզրացները Մոսկվաներում, Ռուսաստաներում կարողանան իրենց բիզնեսը այսպես զարգացնել։ Ահա սա է իրենց հիմնական պլանը, որը ըստ էության բացահայտեց ռուսական առաջին հեռուստաընկերությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։